Յուրաքանչյուր հասարակության մեջ ընդհանուր առմամբ երեխայի պաշտպանությունը պետք է լինի թիվ 1 խնդիրը։ Արսենը Վարդանյան խոսեց առավելապես բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, որ տիրում է հանրապետությունում, ես կփորձեմ խոսել որոշակի թվերով։ Հայաստանը բազմաթիվ կոնվենցիաներ է ստորագրել երեխաների պաշտպանության մասին։ Դեռ անկախությունից սկսած մինչև մեր օրեր։ Այդ կոնվենցիաները իրենցից ենթադրում են ռեալ երեխայի պաշտպանություն։ Ինչ է նշանակում երեխայի պաշտպանություն։ Առաջին հերթին նշանակում է, որ երեխան պետք է գոնե սնունդով ապահոված լինի, կրթությամբ ապահոված լինի, առողջապահությամբ ապահոված լինի։ Ցավոք Հայաստանում այսօր ամեն երրորդ երեխա ապրում է խորը աղքատության մեջ։ Սա թիվ է, որը ահազանգ է։ Ամեն 5 տարեկան երեխաների մի զգալի տոկոս քրոնիկ թերսնվում են։ Սա նշանակում է, որ Հայաստանում այդ երեխաները ի վիճակի չեն հետո նաև ստանալու լավ կրթություն, ի վիճակի չեն առողջ լինելու, լավ առողջապահություն չեն կարողանա ստանալ, որովհետև աղքատի ընտանիքում երեխա, էլ չեմ խոսում, թե Հայաստանում աղքատության մակարդակը, որ սանդղակին է հասել, բնականաբար աղքատ ընտանիքում աղքատ երեխան չի կարող ստանալ ոչ նորմալ կրթություն, ոչ նորմալ առողջապահություն, ստացվում է, որ ապաշնոր կառավարության ղեկավարման արդյունքում մենք Հայաստանը տանում ենք ոչ Հայաստանում ապագայում ևս ստանալու ենք անկիրթ հասարակություն, որովհետև ցավոք Հայաստանի հասարակության զգալի մասը այսօր աղքատության ճիրաներում խեղդվում է եւ խոսում ենք երեխաների պաշտպանության մասին, դա գոնե Հայաստանի նման երկրի համար, որը տարածաշրջանում համարվում է ամենաաղքատ պետությունը, դա ֆարս է։ Կեղծ լոզունգ է Հայաստանում որևէ երեխա այսօր, եթե ընտանիքը չի հոգում իր երեխայի հարցը, պետության կողմից որևէ հարցում պաշտպանված չէ։ Բերեմ մի օրինակ, Տիկին Անահիտը ասում է ձեր ընտանիքի օրինակով բերեմ, այո, մեր ընտանիքում կա անչափահաս երեխաներ կան եւ օրինակ նորածին երեխայի համար պետությունը սահմանում է 31600 դրամ նպաստ։ Այդ իրենց համար ասում են, որ 50,000 դրամը սուրճի համար դա բավականին քիչ գումար է։ Գուցե եւ քիչ է։ 250,000 սահմանվեց, որ SON կաֆեներում զվռնեն ու սուրճ խմեն։ 31600 դրամը նորածին երեխայի համար մենք գիտենք դա ինչ գումար է։ Մեր ընտանեկան բյուջեում հաշվում ենք նորածին երեխայի ծախսը կազմում է 100,000 դրամ։ Նորածին ասելով արդեն 5 ամսեկանից սկսած այդ ծախսը ավելի է մեծանում, որովհետև մեկ կաթը միջինացված գինն եմ ասում, բոլոր տեղատներում վաճառվում է 4000-ից ոչ պակաս։ Տակդիրները լավ հասկանում ենք ինչ գներ են։ Հիմա դուք 31600 դրամ տալիս եք, որ այդ երեխան ինչ անի, որ այդ երեխայի ծնողը ինչ անի։ Հետևաբար եւ կարող եմ ասել, որ մեր հասարակության մեջ այսօր երեխաները ցավոք, ինչպես նաեւ մեր կենսաթոշակառուները ամենաանպաշտպան խավն են համարվում, որովհետեւ եթե երեխայի ծնողը եւս աղքատ է, նա չի կարողանում բնականաբար պաշտպանել իր երեխայի սննդի, կրթության, մնացած այլ հարցերը, ստացվում է, որ անպաշտպան է։ Բազմաթիվ լրատվամիջոցներ, բազմաթիվ ընտանիքների, բազմազավակ ընտանիքների են նկարել, տեսանյութեր են պատրաստել եւ հրապարակել, թե աղքատության ինչ ճիրաներում են ապրում այդ ընտանիքները։ Մոտ 1 ամիս առաջ ես ահազանգ ստացա Շենգավիթ վարչական շրջանում, որտեղ մի կին իր 4 անչափահաս երեխայի հետ ապրում էր տնակում։ Զանգահարեցի Շենգավիթ թաղապետարան։ Ահազանգը հնչեցրեցի, ասացի մոտավորապես որ տարածքում է ապրում այդ ընտանիքը։ Ամբողջ կոյուղաջուրը լցվել էր այդ տնակում, որտեղ ոչ հասցե կա, ոչ չգիտես ինչ կա։ Ամբողջ կոյուղաջուրը մինչև երեխաների ծնկները լցված էր անձրևաջրերի հետ այդ տնակում։ Տնակում ապրում է
4 անչափահաս երեխա։ Սա հանցագործություն է, հանցագործություն ազգի նկատմամբ։ Հիմա 3-4 առաջի օրը կառավարությունը քննարկում է երեխաների պաշտպանության մասով նոր օրինագիծ, որ մտնեն, տեսնեն այդ ընտանիքներում, որտեղ են բուլինգի ենթարկում, օրինակ ընտանիքում երեխային, դուք ամեն օր ձեր գործողություններով բուլինգի եք ենթարկում Հայաստանի ողջ ազգաբնակչությանը։ Հիմա ձեր օրենքի նախագծով ուզում եք ասել մենք նոր պաշտպանության համակարգ ենք ստեղծում, դուք ունեք ձեր թաղապետարաներում, ձեր մարզպետարաներում սոցիալական բաժնի աշխատողներ, որոնք պարտավոր են այցելել, գտնել բոլոր այն ընտանիքները, որտեղ երեխաները ապրում են, ոչ թե բուլինգի մեջ, այլ ապրում են աղքատության ճիրաներում, որովհետև հայ մայրը, հայ հայրը հազվադեպ է լինում, որ ապաշնոր է լինում։ Շատ հազվադեպ, դա երևի 1.0 չգիտեմ քանի տոկոսը կարող է նման բան լինել, այլ բան է, որ այդ ընտանիքները ապրում են խորը աղքատության մեջ։ Եվ հետևաբար իրենց թվում է, թե այս օրինագիծը այնպիսի մի այսպես շքեղ օրինագիծ է, որ կառավարության գլուխը ասում է, թե երեխան ընտանիքի սեփականությունը չէ, բարև քեզ, իսկ ում սեփականությունն է երեխան քո, որոնց դու աղքատության ճիրաներում ես պահում, 31,000-ով քո երեխան քանի օր կապրի, 31,600 դրամով, ընդհանրապես ամոթ է, մենք շատ լավ հասկանում ենք, որ մենք ձեզ վճարում ենք, որ դուք շքեղ ավտոշարասյունով, պահակախմբով, անվտանգության խմբով, չգիտես ինչով շրջեք Երևանում։ Մենք ձեզ տարեկան, եթե չեմ սխալվում, 24 միլիարդ հատկացում ենք անում, մենք բոլորս հարկատուները անում, որպեսզի դուք այդտեղ ճոխ-ճոխ սնվեք, ճոխ-ճոխ ապրեք, բոլոր բարիքներից, բոլոր երկրներ շրջագայելուց ձեր երեխաները կարողանան օգուտ ստանալ մեր հարկերի հաշվին։ Մենք ձեզ ի վերջո սնում ենք, որ դուք այդ կառավարական առանձնատանը ձրի ապրեք, մենք ձեզ հարկ ենք տալիս, որ դուք այդտեղ ձրի ապրեք։ Մենք ձեր համար ամեն ինչ անում ենք։ Ձեր երեխաների տակդիրների գումարներն էլ ենք մենք տալիս։ Ձեր երեխաների կաթի գումարն էլ ենք մենք տալիս, խոսքս իշխանավորներին է վերաբերում։ Հիմա դուք մեզ ասում եք, որ ձեր երեխան ձեր սեփականությունը չի։ Ում սեփականությունն է երեխան։ Այն երկրի կառավարության, որը ընդամենը 31,600 դրամ է տալիս, ասում է երեխա պահեք սրանով։ Ես այս տվյալները համադրելով եւ ամփոփելով ուզում եմ ասել, որ Հայաստանում երեխաների պաշտպանությունը ցավոք գտնվում է սարսափելի վիճակում։ Էլ չեմ խոսում այն թմրանյութերի մասին, որոնք այսօր այս իշխանության անգործության, հանցագործ անգործության արդյունքում թմրանյութերը շրջում են բոլոր անչափահաս երեխաների շրջանում։ Մեկ տեսնում ենք, որ ասում են տոնայով այսքան թմրանյութ արգրավեցինք, մեկ էլ տեսնում ենք, որ այդ թմրանյութը վխտում է անչափահաս երեխաների շրջանում։ Դուք հանցագործություն եք իրականացնում երեխաների նկատմամբ։ Եվ ես նաև համաձայն չեմ այն ձևակերպմանը, որ հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է, որովհետև դա ինչ-որ ժամանակաշրջանում գուցե այո, 1 օր երեխաներին պիտի տալ, բայց երեխան պետք է լինի ամեն րոպե, ամեն ժամ, ամեն վայրկյան հոգացության ներքո եւ ընտանիքի եւ պետության կողմից։ Հիմա դուք այո, ընտանիքներին վերաբերում եք որպես ձեր իսկ մատնանշած ճուլանի, ձեզ թվում է ընտանիքը եւս ճուլան է, ճուլանից դուրս եկածները որոշել են, որ այս երկրում ամեն ինչ ճուլան է, հիմա դուք ուզում եք երեխաներին նույն կերպ վերաբերվեք, ասում եք, որ երեխան ընտանիքի սեփականությունը չէ։ Իմ երեխան, դա իմ սեփականությունն է, այդ երեխային ես եմ ծնել, ես եմ շահել, ես եմ պահել, առանց պետության որևէ աջակցության, այդ 31,600 դրամը տարեք ձեր տուն, սնեք ձեր երեխաներին։ Դուք եվրոպական երկրներում այդքան լինում եք, վստահ եմ, ամեն ամիս մի քանի շրջագայություն եք ունենում։ Բա որ գնում եք մի բան չեք սովորում, չեք տեսնում այնտեղ նորածին երեխային մինչև ծնվելը, բերեմ Նիկոլ Փաշինյանի սիրելի Ֆրանսիայի Մակրոնի ղեկավարած երկրի օրինակը, այնտեղ երբ որ երեխան պիտի դեռ ծնվի,
հատուկ բժշկական ծառայությունները, հատուկ սոցիալական ծառայությունները գնում են այդ ընտանիք, ուսումնասիրում են այդ ընտանիքում երեխայի պահման սենյակը, ինչ պայմաններում պետք է պահվի երեխան, արդյոք լուսավորությունը համապատասխանում է, արդյոք ջերմությունը համապատասխանում է, արդյոք սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանում է, հետո նոր երեխայի ծնվելուց հետո բուժհաստատությունը երեխային տեղափոխում է այդ ընտանիք, դուք ինչ եք անում, անամոթությունից և հանցագործությունից զատ ես ոչինչ չեմ տեսնում ցավոք, շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն, Տիկին Ռուզաննա, խնդրեմ, պարոն Վարդանյան։